Գալիք տարվա սպասումներն են մեծ, թե 2016 ապրիլից հետո շուտ փակելու ցանկությունը խանութ Վարսավիրանոց սրճարան թե բանկ դեկտեմբերի առաջին օրերից արդեն ամանորի տրամադրությամբ են փորձում պասիվացած տնտեսությունում մարդկանց համոզել փող ծախսեն։ Բայց ինչ եմ անում։ Տոնական թանկացումներից առաջ ընկնելու գործի ժամին բանկի հարց լուծելու, նաև ապրանքի ձևակերպումը մաղարիչով չուշացնելու մասին գոնե սպառողն ու բիզնեսը չպետք է մտածեն։ Նախաամանորյա ստանդարտ այս հոգսերն օրակարգից հանելու համար վարչապետն այս շաբաթ հանձնարարեց, որ հարկային մաքսայինը հերթափոխով աշխատի նաև արձակուրդի օրերին։ Բանկերը բաց լինեն շաբաթ, կիրակի հակամոնոպոլ մարմինն էլ խանութներից դուրս չգա։ Առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման եւ հակամրցակցային գործողությունների կանխարգելման հարցում։ Սեպտեմբերից բոլոր նաչ ու ձախ ֆինանս խնայելու, ուռճացրած հաստիկներն օպտիմալացնելու, ծախսեր կրճատելու հրամաններ են լսում։ Ինչ օգուտ գազն էժանացավ, ջուրն է թանկանում, արձանագրեցին լրագրողները կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը։ Դուք տեղյակ եք, թե ինչքան է կորուստները Երևանում ջրի։ Նորմատիվից շատ բարձր է։ Այն ինչ էլ չգիտեր մինչև վարչապետի աթոռին նստելը, թիմն արդեն պարզել է։ Կոռումպացված չինովնիկների պատճառով տնտեսվարողն ավելի շատ թուղթ է առել, քան երշիկի մեջ մսի քանակին, բենզալցականում անվտանգությանը, երթուղայինում կոտրած աթոռին ուշադրություն դարձրել։ Ժամանակ են տվել ամեն ինչ հերթով կուղվի, վստահեցնում է Կարեն Կարապետյանը։ Հանձնարարական է տրված, որպեսզի այդ բոլոր ատյաններով անցնեն եւ ոչ թե տուգանք դնեն, վախացնեն եւ այլն, այլ զգուշացնեն, որ մենք մեկ ամիս հետո գալու ենք, լինի դա շուկա, լինի ԱԳԼՃԿ, լինի դա սննդի անվտանգություն, կոնյակի գործարան, սմետանի գործարան, կաթի գործարան։ Կյանքի որակը թոշակառույց ծրագրավորողի համար լավացնելու, Հայաստանում ապրելը հեշտացնելու մասին հերթական կառավարության հերթական խոստումներին ինչքանով հավատան, լրագրողները խորամանկեցին վարչապետի հետ թեժ զրույցին, հաջողացրին չափել ստուգողական հարցով։ Հանրապետականին անդամակցելուց հետո ձեր վարկանիշը ձեր կարծիքով անկում ապրել է թե ոչ։ Կարծում եմ այո։ Ինչքան անճար լինենք, դիմացինն այնքան մտածելու է, օգնի թե չէ։ Մեր երկիրը, մեր տունը մեզնից բացի ոչ մեկը չի կառուցելու, առանց որևէ բան թաքցնելու, անկեղծ ասած վարչապետը նաև դեկտեմբերի 7-ին աղետի գոտում։ Գյումրին սարքող առաջինը գյումրեցին պետք է լինի։ Եթե նույնիսկ այսօր ինքը մի քիչ խեղճացած է։ Տնտեսությունն ընդհանուր ավելի շատ փողի պակասից, թե միայն ծանոթ բարեկամների առաջ բացվող փակ դռներն անօգուտ թակելուց է խեղճացել, գործարարները չեն ասում։ Այն, որ մարզերում կան, դեռ մնացել են ապրանք ու աշխատատեղ ստեղծողներ, Գյումրիում ապացուցեց Շիրակում հայտնի ԻԳԻԹ-ի ղեկավարի համարձակ առաջարկը։ Վարկի հարցում միջնորդեք պանրագործարանում կաթի փոշու արտադրամաս բացի։ Մեր խնդրանքը այն է, որ մի մասը մեր ֆիրմայի կողմից գումարային է հատկացումով, մյուս մասը թե պետության թե որևէ բանկի հետ վարկավոր լինի, փոշու լինի բերենք։ Բիզնես նախագիծը դեռ Երևան գյուղնախարություն չի հասել։ Կարևորը փոխվում է ճահիճ, լճացում, պատային իրավիճակի մասին մարդկանց մտածողությունն, ասում են կառավարությունում։ Ամիսներ առաջ ում մտքով կանցներ պետությունից թռցնելու փոխարեն ժառանգած հողը մանկատանը նվիրել, որ նախորդ օրերին արեց Սաթենիկ տատին։ Մեծ հույս ունեմ։ Մեծ։ Հերմինե Բաղդասարյան, Վոլոդիա Հովսեփյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։